Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստված սեր է։ Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է Աստծու սիրո խորհրդանիշը անվանումը։ Աստված սեր է։ Սա աստվածաշնչյան պնդում է։ Սերը Աստծու էությունն է և բնույթը։ Աստված սեր է։ Սակայն սերը Աստված չէ։ Այս պնդումը շատ կարևոր է, քանի որ մարդիկ տարբեր կերպերով են ընկալում սերը, իսկ հաճախ բավականին սխալ ընկալում են ունենում սիրո մասին։ Հետևանքը լինում է սխալ պատկերացումը Աստծու սիրո և մարդուն անսահման խորը սիրով սիրող Աստծու մասին։ Սիրելի՛ բարեկամ, երբևէ մտածե՞լ ես, թե ինչ է սերը։ Մենք բոլորս էլ, անշուշտ, մեր սեփական պատկերացումներն ունենք սիրո մասին։ Սակայն գիտե՞ս արդյոք, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչն իրական սիրո մասին։ Աստվածաշունչը սերը չի ներկայացնում միայն որպես զգացմունք, այլ նաև որպես գործեր և վերաբերմունք։ «Սերը հանդուրժող է, սերը բարի է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում, անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է» (Ա Կորնթացիս 13:7-9): Աստված սեր է։ Աստվածային սերն ավելին է, քան միայն զգացմունք լինելը։ Այն վերաբերմունք է ու հոգատարություն և մինչև իսկ ամենաթանկը զոհելու պատրաստակամություն։ Աստված սեր է, և Աստված սիրում է քեզ։ «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհաննես 15:13): Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված սեր է, և Աստված սիրում է քեզ։ Նա գործով է ապացուցել Իր սերը քո հանդեպ։ Նա Իր ամենաթանկն է զոհել Գողգոթայի խաչի վրա հանուն իմ և քո փրկության։ Նա ակնկալում է, որ Իր անսահման խորը սիրուն մեր արձագանքը լինի երախտագիտությունն ու Իր կամքին հաճելի որոշումներ կայացնելը։ Նրա սիրո հանդեպ մեր ամենալավ արձագանքը ապաշխարությունն է, որը ենթադրում է մեր մոտեցումների, մտածելակերպի ու սկզբունքների համապատասխանեցում մեզ անսահման խորը սիրով սիրող Աստծու կամքին։ Տերը սիրում է քեզ։ Նա ամեն բան հոգացել է մեր կյանքի և աստվածապաշտության համար։ Եթե միայն ճանաչես քեզ սիրող Աստծուն և մտերմանաս Նրա հետ, ապա կբացահայտես այս տիեզերքի ամենահրաշալի Անձին։ Եվ զարմանալին այն է, որ Ամենակարող ու ամենագետ Արարիչը փափագում է քեզ հայտնել Իր սերը և հայրական խնամք տանել քեզ համար։ Եվ Նա այդ փափագի իրականացման համար չի խնայել անգամ Իր ամենաթանկը։ «Տեսե՛ք, ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք, և իսկապես ենք։ Աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ Նրան չճանաչեց» (Ա Հովհաննես 3․1-5): Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։